Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը անդրադառնալով մայիսի 8-ից 11-ը հաղթանակի 80-ամյակի առիթով երրորդյա հրադադար հայտարարելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի որոշմանը, ասել է, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում մշտական հրադադարը, այլ ոչ թե ժամանակավորը։ Նա նաև նշել է, որ մեծանում է Թրամփի հիասթափությունը թե Ռուսաստանից, թե Ուկրաինայից։ Օրերս էլ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանը որևէ պատճառ չուներ անցնող օրերին հրթիռակոծել Ուկրաինայի քաղաքները, քաղաքացիական օբյեկտները, կասկած հայտնելով, թե գուցե Պուտինին պետք չէ պատերազմի կանգնեցում։ Չնայած այդ հայտարարությանը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը շարունակում է կայուն պարբերականությամբ այցելել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Թրամփի պաշտոնամուտից ի վեր 4-րդ այցը տեղի ունեցավ ապրիլի 25-ին։ Իրավիճակի ինդիկատորը թերևս այդ այցերն են, քան հայտարարությունները։ Քանի դեռ այդ այցերը շարունակում են որոշակի կանոնավորությամբ, իսկ զուգահեռ էլ տեղի են ունենում Ռուբիո-Լավրով հեռախոսազրույց, ապա հայտարարությունները հիասթափության մասին ըստ ամենայնի ավելի շուտ ներամերիկյան սպառման համար են լսարանի համար։ Գուցե նաև նախապատրաստելու համար ԱՄՆ-ն այն հնարավոր որոշումը, որի մասին օրերս ակնարկել են թե Ռուբիոն, թե Թրամփը ինքը, որ եթե չլինի մոտալուտ համաձայնություն հրադադարի շուրջ, ապա ԱՄՆ-ն դուրս կգա բանակցությունից, քանի որ ունի նաև այլ առաջնահերթություններ։ Չի բացառվում, որ Թրամփը նպատակահարմար չգտնելով ասել, թե հիասթափված է միայն Զելենսկուց, նաև հավասարապես մատնանշում է Պուտինին, սակայն քաղաքական հետնաբեմից քաջատեղյակները թերևս լավ են հասկանում, թե ինչպիսին է բուն վիճակը։ Իհարկե, հնարավոր է ամեն ինչ, քանի որ այդ հետնաբեմից մեր անտեղյակությունը թույլ չի տա ստույգ պնդել, թե ինչի մասին է տողատակը, բայց այդ իսկ պատճառով առավել ճշգրիտ կամ խոսուն-ցուցիչ են ռուս-ամերիկյան գործնական շփումները, իսկ դրանք շարունակվում են կայուն պարբերականությամբ, հետևաբար առնվազն Մոսկվայի հետ շփումների առումով գործնական պատկերը կարծես թե այդքան էլ Թրամփի հիասթափության մասին չէ։ Փոխարենը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ օրինակ Դոնալդ Թրամփը ապրիլի 25-ին Վատիկանում շփվեց ընդամենը մի քանի րոպե դեմ դիմաց, չցանկանալով անգամ, որ դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Եթե ԱՄՆ-ն կայացնի բանակցության սեղանը լքելու որոշում, ապա այդ պարագայում առանցքային ինտրիգը կմնա այն, թե արդյոք ԱՄՆ-ն կլքի նաև մարտադաշտը, որովհետև եթե դա տեղի չունենա, ապա կստացվի, որ Ռուսաստանի հետ երկխոսության փոխարեն Թրամփը մտնում է Ռուսաստանի հետ պատերազմի ակտիվ փուլ։ Մյուս կողմից, սակայն, հնարավոր է, որ ֆորմալ շարունակելով մնալ Ուկրաինայի աջակից, ԱՄՆ-ն այդուհանդերձ ավելի շուտ կաջակցի Ռուսաստանին, ստեղծելով հարվածներն առավել ուժգնացնելու լեգիտիմ առիթ եւ ակնկալելով այդ կերպ կոտրելու Զելենսկուն։ Իսկ հնարավոր է, որ նա չհանձնվի հորդորող Եվրոպայի դիմադրությանը։ Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ եւ բարեկեցիկ կյանք։ Ադրբեջան այցից առաջ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Առաջին հայացքից այսպես ասած ստանդարտ դիվանագիտական ոչ պարունակող այս հայտարարությունն իր մեջ թերևս պարունակում է Բաքվին ուղղված որոշակի նախազգուշական տողատակ։ Իրանի նախագահը, որը ապրիլի 28-ին մեկնարկել է այցն Ադրբեջան, Իլհամ Ալիևին ակնարկում է, որ եթե Ադրբեջանը որևէ կերպ նպաստի Իրանում հանգստության խաթարմանը, ապա Իրանը թերևս լիովին հնարավորություն ունի խաթարել Ադրբեջանում Իլհամ Ալիևի եւ իշխանության հանգստությունը։ Խոսելով երկու ժողովուրդների համար հանգիստ եւ բարեկեցիկ կյանք ստեղծելու մասին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ըստ ամենայնի շոշափում է այն հավակնությունները, որ Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված տարածքների առնչության թերևս ստացում է Բաքվի իշխանությունը այն հույսով, որ այդ հավակնությունները մի օր կարող են պահանջված լինել Իրանի դեմ ավելի խոշոր աշխարհաքաղաքական գործողությունների եւ հավակնությունների շրջանակում, որ ունեն Իրանի հակառակորդները։ Ավելին, ինչպես հայտնի է, Իրանը ներսից պայթեցնելու այսպես ասած թեորիան ոչ պակաս տարածում ունի որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում, որքան Իրանին հարվածելու նրանց ձգտումը։ Իսկ ներսից պայթեցնելու հարցում իհարկե առանցքային ռեսուրս դիտվում են հենց էթնիկ ադրբեջանական շրջանները եւ այդ հարցում էլ Ադրբեջանը։ Այստեղ հատկանշական է այն, որ Իրանի նախագահ Փեզեշքյանն ինքը ծագումով էթնիկ ադրբեջանցի է, ինչպես ի դեպ նաեւ Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Խամենեին։ Ընդ որում, այս հանգամանքը մեծ արձագանք էր գտել նաեւ Հայաստանում, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ է ընտրվել Փեզեշքյանը։ Այդ
Այդուհանդերձ, այստեղ իրողությունները շատ ավելի բազմաշերտ ու բարդ են, քան առաջին հայացքից արվող էթնիկ հիմքով եզրահանգումները։ Իրանի կառավարող էլիտայում այդ ծագմամբ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես թուրքախոս շրջանակները քիչ չեն, սակայն նրանց քաղաքական գիտակցության եւ աշխարհայացքի ձևավորումը էթնիկ հիմքով չէ, այլ իրանյան պետականության եւ կայսերական հետագծի, եւ այդ համատեքստում է նաեւ Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը։ Այդ իմաստով Մասուդ Փեզեշքյանի առաջին հայացքից բարիդրացիական խոսքի տողատակում թերևս բավականին շոշափելի ակնարկ է, որ Իրանն ունի Ադրբեջանի հանրության հանգստի եւ բարեկեցիկ կյանքի հանդեպ բավականին կարող թելեր, եթե հանկարծ Ադրբեջանը որևէ կերպ մտածի Իրանի ներսից պայթեցնելու որևէ կոնֆեգուրացիայի թելերը թելելու մասին։